Նայեք այս գեղեցիկ լուրին, մեծ փոթորիկ էր, և նավակը կարող էր խորտակվել, աշակերտները անհանգստացան և արթնացրին Հիսուսին, Մարկոս 4:38, և ինքը նավի հետևի կողմումը բարձի վրա քնած էր, և նրան զարթնեցնում են և ասում նրան. «Վարդապետ, հոգդ չէ, որ կորչում ենք», ապա նա վեր կացավ և սաստեց քամուն և ասաց ծովին, և քամին դադարեց, և մեծ լռություն տիրեց: Ապա Հիսուսն ասաց նրանց. «Ինչու եք այդքան վախկոտ, ինչպե՞ս է, որ հավատք չունեք»: Դրանից հետո մեծ լռություն տիրեց, և նրանք ասացին. «Ո՞վ է նա, որ նույնիսկ քամին ու ծովը հնազանդվում են նրան»: Մենք նույնպես պետք է հնազանդվենք Հիսուսին, պետք է օր-օրի ավելի մոտ լինենք նրան և հավատանք, որ մեր կյանքում Տերը նույնպես այսպիսի հրաշքներ կգործի: Աղոթենք: Հայր, ես գալիս եմ քո առջև ներկայացնելու այս մարդուն, ով հուսահատված է եղել, տառապել է, ճնշվել է: Ո Տեր իմ, դիր քո ձեռքը այս մարդու վրա և ազատիր այս մարդուն այն փոթորկից և այն չարիքից, որի մեջ է հիմա այս մարդը: Ես հրամայում եմ հիմա բոլոր չար ոգիներին, որպեսզի նրանք հեռանան հիմա և այլևս չվերադառնան Հիսուսի անունով: Ամեն: